Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի աստվածապաշտ, հավատացյալ քաղաքացիներ ջան, սիրելի հայ մարդիկ ջան, ուրեմն քիչ առաջ Գարեգին բան իր մաֆիայի հետ չոր հայտարարություն է տարածել։ Գիտեք ինչ, մենք պետք է եկեղեցիները ուղղակի տարանջատենք Գարեգին բից եւ Գարեգին բի հանցագործ մաֆիայից։ Դա պետք է տարանջատենք։ Եթե հայ մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հավատացյալ մարդիկ իրերը իրենց անունով կոնչելով խնդրին տալիս են գնահատական, դա տալիս են ոչ թե եկեղեցուն կամ Աստծուն, այլ տալիս են անհատական մարդկանց, անուն ազգանունների։ Հիմա այդ մարդկանց Գարեգին բին, Բագրատիկներին, Գյումրու հոգևոր առաջնորդների, դες մեր բոլորիս հայտնի այն հոգևորականներին մենք պետք է տարանջատենք եկեղեցիներից եւ Աստծուց։ Եվ մեզ բոլորիս հայտնի այդ մարդիկ որևէ ուղիղ կապ չունեն ոչ Աստծու հետ, ոչ էլ եկեղեցիների հետ։ Հիմա որ մենք իրենց բան ենք ասում եմ ուղիղ իրենց ենք ասում, այլ ոչ թե եկեղեցիներին ենք ասում, այլ ոչ թե Աստծուն կամ մեր սուրբ արժեքներին ենք կպնում եւ ասում։ Մենք դրա բարոյական իրավունքը չունենք, չենք ունացել եւ չենք էլ ունենա։ Ընդհակառակը մենք պետական ինստիտուտները ոտնահարածներին դուրս ենք շպտել պետական ինստիտուտների կաբինետների ներսից։ Դա եղել է 2018 թվականին։ Եվ միջ առեսօրս տեղի ունեցել 18 թվականին։ Եվ միջ առեսօրս այդ process-ը շարունակվում է եւ շարունակվելու է։ Հիմա այդ ինչ մի տենց հոխորդության տենց հոխորդանքները դրել եք, տենց ոռնոցները կապել եք։ 2018 թվից այո միջ առեսօրս Գարեգին բի մաֆիան չհամակերպելով հայ մարդու որոշման հետ ամեն օր, ամեն վարքան հոխորդում է հայ մարդու որոշման վրա։ Չհամակերպելով հայ մարդու որոշման հետ կասկածի տակ են դրել հայ մարդու որոշումը եւ հոխորդում են 2018 թվականից միջ առեսօրս այո ամեն մեկը մի պատի տակ վերընկած հոխորդում է հայ մարդու որոշման վրա։ Ձան Աստծո ձայն բազմած։ Եվ սիրելի հայ մարդիկ, ձայն Աստծո ձայն բազմած այդ խոսքի վրա Գարեգին բան իր հանցավոր մաֆիայի հետ միասին չհամակերպելով ձայն Աստծո ձայն բազմած հայ մարդու որոշման հետ միջ առեսօրս հոխորդում է։ Միջ առեսօրս։ Եվ ուրեմն մենք պետք է տարանջատենք ինչքան ուզում է իրանք հետ իրանք իրանց համեմատեն եկեղեցիների հետ։ Էսան է, նա դա իրականությանը չի համապատասխանում։ Եկեղեցիները Աստծո սուրբ օջախները պետք է տարանջատվի անհատական անուն ազգանուններից։ Աստծո տների մեջ թաքնված, Աստծո անկյուններում Փարիզ թաքնված, սքեմի Աստծո տները արևանգած, սքեմի տակ թաքնված այս գադագյուտեքից, այո եկեղեցիները պետք է մենք տարանջատենք։ Ու անձամբ ես եկեղեցիները Աստծո սուրբ օջախները անձամբ ես տարանջատում եմ իրենցից։ Իրենք ոչ մի ուղիղ կապ չունեն Աստծո տան հետ։ Գիտեք խնդրեմը ինչու՞մ է։ Անհասկանալին ինչու՞մն է։ Ասենք Գարեգինի հայտարարությունը այսօրվա իրեն ժողովը եւ ժողովից հետո հայտարարությունը ինձ ոչինչով չզարմացրեց։ Ինձ ոչինչով չզարմացրեց։ Ուղղակի ես չեմ հասկանում։ Ինչից է որ 2018 թվականից միջ առեսօրս Գարեգինը եւ իր մաֆիան ինչ ասում է ինչ լեքսիկոնով ասես այն լեքսիկոնով խոսում են ինչ արհամարական վերաբերմունքով ասես այդպես էլ խոսում են հայ մարդու ընտրության հետ բայց որ հայ մարդու ընտրությունը հայ մարդու սեփական իշխանությունը ուղիղ թեմային տալիս է ուղիղ գնահատական
Սենց որնոստերում կապում են։ Էդի չի ծա որ մեկը Գյումրիից, մեկը չգիտեմ որտեղից, մեկը Տավուշից, մեկը Էջմիածնից, տարբեր տեղերից Գարեգինի մաֆիան հոխորդում է, իրենց կարելի է, բայց որ հայ մարդու ընտրությունը, հայ մարդու սեփական իշխանությունը, իրական Հայաստանի իրական առաջնորդը, իրերին թեմային տալիս է ուղիղ գնահատական, որնոստերում կապում է։ Այդ տերտերը իդիշ դարավ, որ ինքին թույլ է տալիս ասում եկեղեցիների իմ սեփականությունն է, ես եմ եկեղեցիների տեր ու տիրակալը, ոնց որոշեմ ինձ էլ կանեմ։ Քրակինի տնից դες բերել այդ եկեղեցին, քրակինի սեփականությունը այդ եկեղեցին, թե քրակինը տա ուժի թողել այդ եկեղեցին, կես, որ դու ասում ես եկեղեցիները իմ սեփականության, իմ տրամադրության տանք է, ես եմ տեր ու տիրակալը, եւ ինչ ուզեմ, ոնց ուզեմ, ինձ էլ կարամ անեմ։ Դու ով դարար, դուք ով դարակ, որ Աստծո տները սեփականացրեք, դուք ով դարակ, որ Աստծո տների տեր ու տիրակալը դու լինեք, եւ դուք որոշեք, ով մտնի եկեղեցի, ով չմտնի եկեղեցի, դուք ով դարակ։ Դուք ով դարակ, որ Աստծո ձեզ առավել գնահատեք։ Եկեղեցիների տեր ու տիրակալը դա Աստված է, ուրիշ ոչ ոք։ Այս սքեմի տակ թաքնված խուժան բանդիտներ, սրբություններդ կորցրած սրբապիղծ անբարոյականի վաստակներ, Աստծո տունը պոռնիկության եւ առևտրի վերածած խուժաններ, դուք ով դարակ, որ Աստծո տների տեր ու տիրակալը դուք լինեք, դուք ոնց ասեք են ձևնի, ով դարակ, այ խուժան խուլիգաններ, կամ այդ հոգևորականը էտով դարավ, այդ ինչ հոգևորականի պահվածքա Գարեգին B, խուլիգան Գարեգին B, հոգևորականը քոյի զետակայության տակ, հոգևորականը էտով դարավ, որ ասմա թքած ունեմ կադաստրի վրա, էտով դարավ, որ ասում են մի հատիլա կադաստրի վկայականը ցույց տուտենամ, ոնց ես դու սեփականատեր ես եկեղեցու, էտով դարավ, որ ասմա թքած ունեմ կադաստրի վրա, Գարեգին B, ինչպես կադաստրը, դա Հայաստանի Հանրապետության ինստիտուտներից մեկ ինստիտուտն է, Կադաստրի կոմիտեն դա Հայաստանի Հանրապետության ինստիտուտներից մեկն է, ինչպես կադաստրի կոմիտեն, այդպես էլ, չգիտեմ, ազգային անվտանգությունը, այդպես էլ առողջապահության նախարարությունը, այդպես էլ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունը, այդպես էլ եկեղեցին, այդպես էլ մարդու իրավունքները, բոլորն էլ պետական ինստիտուտներ են։ Էտով դարավ հոգևորականը, որ թքած ունի պետական ինստիտուտի վրա։ Ուրեմն հայ մարդը թքած ունի Գարեգին B-ի վրա ոտից գլուխ։ Հավատացյալ հայ մարդը թքած ունի Աստծո տները արևանգած պոռնիկության եւ առևտրի կենտրոնների վերածած Գարեգին B-ի վրա ոտից գլուխ։ Եվ հայ մարդը ուղիղ ասում է, հստակ կոնկրետ։ Հայ մարդը Գարեգինին ինչ ասում է ուղիղ Գարեգին B-ին։ Եվ որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չունի Գարեգին B-ին համեմատել եկեղեցու հետ։ Մենք ասում ենք հստակ անուն ազգանունների, ոչ թե ինստիտուտների։ Մենք ինստիտուտների բան չենք ասում։ Մենք ասում ենք ինստիտուտները զարթացների, ինստիտուտները արևանգածների եւ ինստիտուտների մեջ սքեմի տակ թաքնված խոժան գադագյուդեքի։ Մենք իրենց ենք ասում։ Ինստիտուտների մեջ ծավալած, այդ ինստիտուտների հետ կապ չունեցող, այդ ինստիտուտները իրենց անձնական կարիքների համար օգտագործող, իրենց այդ ինստիտուտների սեփականատերները հռչակած, կարգած, գադագյուդեքին ենք ասում Գարեգին B-ի գլխավորությամբ։ Ուրեմն ուղիղ լսեք։ Գարեգին B-ն իր խուլիգան մաֆիայի հետ վարկյան առաջ պետք է լքի հեռանա Աստծո սուրբ օջախից, Աստծո տնից։ Վարկյան առաջ Գարեգին B-ն պետք է իր հունդայի հետ, իր խուլիգան մաֆիայի հետ դաթարի հոխորդա ձայն Աստծո ձայն բազմած որոշման վրա։
Գարեգին պետք է դադարի իր հոխորդություն իր ոռնոցը հայ մարդու սեփական որոշման հասցեին Գարեգին պետք է դադարի իր ոռնոցը իրական Հայաստանի իրական առաջնորդի վրա հոխորդալու ոռնալու իր բռնած ճանապարհը Եվ ուրեմն Գարեգին մեկ վարքյան շուտ իր խունդայի հետ, բանտայի հետ պետք է հեռանան Աստծո օջախներից Հակառակ դեպքում Գարեգին բին եւ իր խունդային հայ մարդիկ դուրս կշպրտեն Աստծո օջախներից Եվ հայ մարդու խոսքի լրջության վրա որևէ մեկը թող չկասկածի Հայ մարդու կողմից մերժված քաղաքական խուլիգան բանդան ռոբասերջական բանդայից սկսած Գարեգինի բանդայով վերջացրած Հայ մարդու խոսքի լրջության կամեցության ունակության գործողությունների վրա թող որևէ մեկը չկասկածի ու հայ մարդը ձեզ ասում է ուղիղ հստակ որ Գարեգին դու եւ բանտատ վարկան առաջ պետք է արագորեն փախուստի դիմես Աստծո օջախից հակառակ դեպքում հայ մարդիկ հավատացյալ մարդիկ Գարեգին քեզ եւ բանտայիդ դուրս կվռնդի Աստծո օջախից եւ դրանով հայ մարդիկ կազատագրեն Աստծո սուրբ օջախները Եվ դրանով հայ մարդիկ կազատագրեն Աստծո տները նրանցից ովքեր այսօր իրեն թույլ են տալի ասում են այն հոգևորականների ներկայությունից Եվ հայ մարդիկ դրանով կազատեն Աստծո օջախները այն հոգևորականների ներկայությունից ովքեր ասում են Աստծո օջախի տեր ու տիրակալը ես եմ որոշիչը ես եմ այս եկեղեցու բանը սեփականատերը ոնց որոշեմ ինձ էլ կանի ոչ Աստծուց առաջ չգնեք Աստծո անվան տակ ձեր անձնական կարիքները հոգացող Աստծո անվան տակ գադագյուտեքի ովքեր հայմերը միջև հիմա չեն սովորել ովքեր աղոթք անելու ճիշտ ձևը միջև հիմա չեն սովորել այդ գադագյուտեքի ռոբիկների շահերը չեն պաշտպանի Աստծո անվան տակ սքեմի տակ թաքնված հոգևորականները որ հոխորդում են ավելի շատ ռոբիկ են քարոզում քան Աստծուն ավելի շատ ռոբիկի գիրքն են քարոզում քան Աստվածաշունչը ու մի հատ էլ ասում են թքած ունենանք կադաստրի վրա այսինքն թքած ունենանք պետական ինստիտուտներից ինչ որ մի հատ ինստիտուտի վրա Այո, ինչպես կադաստրի կոմիտետը պետական ինստիտուտ, այնպես է եկեղեցիներն են պետական ինստիտուտ։ Այնպես էլ առողջապահությունը, կրթության, մշակույթի, սպորտի, մշակույթի նախարարությունը, այնպես ազգային անվտանգ բոլոր պետական ինստիտուտները, առանց որևէ բացառության, ու այդ որևէ հոգևորականն է թքած ունենում պետական ինստիտուտի վրա։ Ով ես դու պետությունից պետություն ես քեզ համարում, թե քո օրենքները առանձին օրենքները, սահմանադրությունը առանձին է։ Էդի չտեղեք դրեց ես։ Եկեղեցիներից պետք է մաքրվի հանցանգործ բանտան մեկ վարքյան շուտ եւ այո եկեղեցիները արևանգված եկեղեցիները կազատագրվեն Գարեգին բի արևանգություններից ինչպես Հայաստանի Հանրապետությունն է 2018 թվականին այո ազատագրվել Հայաստանի Հանրապետության հայ մարդու հայոց լեզվի հետ կապ չունեցած ռոբասերջական խուլիգան բանդայից այնպես էլ եկեղեցիները կազատվեն Գարեգին բի արևանգությունից Աստծո օջախները հայ մարդու սեփականությունը ինչպես ռոբիկը սերժիկը ռոբասերջական խուլիգան այդ բանտան չեն որևէ կապ ունացել Հայաստանի Հանրապետության հայ մարդու հայոց լեզվի հետ ուղիղ կապ են հաստատել Հայաստանի Հանրապետության հարստության հետ հարստացել եւ հարստացել իրենց կիլլերներին եւ Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակությունից կարևորագույն հարստությունը 2 կոպեկ գրոշի դիմաց գույք պարկի դիմաց նվիրաբերել են իրենց ցարերին
Այդպես է Գարեգին բան եւ իր խուլիգան մաֆիան որևէ ուղիղ կապ չունի Աստծո եւ Աստծո օջախների հետ։ Այդպես է Գարեգին բան եւ իր խուլիգան մաֆիան է Աստծո եւ եկեղեցիների անվան տակ որևէ կապ չհաստատելով եկեղեցիների Աստծո օջախների եւ Աստծո հետ ուղիղ կապ են հաստատել եկեղեցիների հնարավորությունների հետ, արժեքների հետ, հեղինակության հետ եւ եկեղեցու հեղինակությունը օգտագործում են իրենց ազնական կարիքների համար։ Եկեղեցու հեղինակությունը օգտագործում են հայ մարդու կողմից մերժված բանտայի սատկած քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար։ Եկեղեցու հեղինակությունը օգտագործում են հայ մարդու որոշման ընտրության հետևից հոխորդալու ոռնալու համար եւ ուրեմն Աստծո օջախները իրենց անձնական շահերի համար օգտագործողներին հենց այս գշերվանից մեկ վարքյան շուտ պետք է դուրս վռնդենք Աստծո սուրբ օջախներից հայ մարդու սրբություններից պետք է դուրս չպրտենք այլ տարբերակ չկա ու հայ մարդիկ Գարեգին բային եւ իր խուլիգան մաֆիային դուրս կշպրտի իսկ նրանք ովքեր հայ մարդու խոսքերը հնարավորությունները կդնեն կասկածի տակ այ հենց մի բանից ցավակցությունները զերեմ հայտնում իրենց հարազատներին իսկ Գարեգին բայի աղջիկան բարևներ ենք ուղարկում Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու Աստծով եւ որևէ մեկը հայ մարդու վրդորմունքը ուղված անհատական անուն ազգանունների վրա թող այդ անուն ազգանուններին չտանեն եւ չկապեն եկեղեցիների հետ որովհետեւ այդ անուն ազգանունները այդ եկեղեցիներից փախուստի դիմացները եւ փողոցներում անկանոն այլախուլիգանություն հասարակական կարգը խոչընդոտները որևէ ուղիղ կապ չունեն ոչ մի ուղիղ կապ չունեն եկեղեցիների հետ եւ որևէ մեկը չամարցակվի մեր խոսքերը ուղված անհատական անուն ազգանուններին տանեն ասեն օ եկեղեցուն են կպնում օ եկեղեցիուն կպնողները անբարոյականի վաստակներ են Եկեղեցիներին կպնողները անբարոյականի վաստակներ են Մենք ոչ թե կպնում ենք եկեղեցիներին մենք կպնում ենք նրանց ովքեր արդեն կպել են եկեղեցիներին Եվ դրա համար է որ Հայաստանի Հանրապետությունում վխտում է աղանդը որովհետև Գարեգին բան իր մայֆայի հետ զբաղված է եղել եկեղեցիները իր անձնականի համար շահարկելու Այդ դրա համար է աղանդը վղում Հայաստանի Հանրապետությունում որովհետև Գարեգին բան զբաղված է եղել ոչ թե Աստվածաշունչը տարածելու քարոզելու այլ քոչոյի գիրքը քարոզելու որովհետև Գարեգին բան զբաղված է եղել ոչ թե Աստծուն ներկայացնելու քարոզելու այլ ռոբիկին քարոզելու եւ ներկայացնելու այդ դրա համար է աղանդը վխտում Հայաստանի Հանրապետությունում Գարեգին բան վարքյան առաջ պետք է իր համոս կանքով հեռանա Հակառակ դեպքում Գարեգին բային քաշ տալով դուրս կշպրտենք Աստծո սուրբ օջախից հայ մարդու սեփականությունից այլ տարբերակ չկա Աստված մեզ հետ ամեն ինչ լավ անելու Աստծով եւ հայ մարդիկ ոտի են հեննելու համբերությունը կորցրած հայ մարդիկ ոտի են հելելու եւ վերջնականապես տասնյակ տարիներով սպասված իրենց վրեժը լուծելու են Հայաստանի եւ հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցած գադագյուդեքից եւ վերջնականապես իրենց վրեժը լուծելու են իրական Հայաստանի երկարատև խաղաղության պետականության սպառնալիքներից Աստված մեզ հետ ամեն ինչ լավ անելու Աստծով